Տխրությունը մարդու բազային հույզերից մեկն է։ Օրվա ընթացքում նորմալ է, որ մարդը լինի տխուր, ունենա տրամադրության անկում։ Անհնար է մարդը 24 ժամ լինի երջանիկ, ուրախ, հավեսով։ Քանի որ մարդը սոցիալական էակ է եւ ոչ միայն իր սեփական հոգսերը, խնդիրները, կյանքի հետ կապված հարցերը, ինչպես եւ հանրության, մարդկանց, բարեկամների, ընկերների, ինչու՞ չէ լուրերով լսած ինչ-որ ինֆորմացիա կարող է բացասական ազդել մարդու տրամադրության վրա եւ մարդը նորմալ է համարվում, երբ որ այս ինֆորմացիայի հետ կապված ունենում է կամ բացասական էմոցիաներ կամ ուղղակի տխրում է, որովհետեւ ինքը որպես սոցիալական էակ ցավ է ապրում ուրիշի ցավը լսելով, ուրիշի անհաջողության մասին լսելով, դժբախտության, առողջական խնդրի, ֆինանսական անհաջողության, ամուսնալուծության, հարգելիներս, դուք հարց եք բարձրացրել, թե նորմալ է արդյոք, որ մարդը օրվա ընթացքում լինում է տխուր։ Եթե տխրությունը գերակշռող հույս չի կազմում օրվա ընթացքում, եթե անդադար նա անհավես, անտրամադիր, տխուր վիճակում է, այս հարցը ուրիշ տեսանկյունից պետք է քննարկել, բայց քանի որ այսօր խոսալու եմ ոչ պաթոլոգիկ տխրության մասին, ապա ձեզ հետ ուզում եմ կիսվել հետևյալը։ Հենց այն է, որ երբ որ դուք ունենում եք տրամադրության անկում, ինչ որ ժամանակահատվածում, դա կարող է կապված լինել տարիքային ճգնաժամի հետ, ինչ որ անհաջողության հետ, ինչ որ մի ծանոթի հետ կամ բարեկամի հետ կոնֆլիկտի հետևանք։ Այս ընթացքում կարծում եմ կարիք չկա միանգամից խուսափել այդ հույզից, միանգամից փորձել ձեզ ցրել, միանգամից փորձել ուրախ երաժշտություն լսել, արկածային ֆիլմ դիտել։ Երբեմն կարիք կա, որ ուղղակի դուք ձեր տխրությունը, այդ հույզը ապրեք, մնաք այդ հույզի հետ, փորձեք հասկանալ, փորձեք վերլուծել, փորձեք թույլ տալ ձեզ ուղղակի այդ պահին լինել այդ անտրամադիր վիճակի հետ, զգալ նրան, մարմնի որ մասով եմ ես զգում իմ տխրությունը, այս իրողությունը, այս դեպքը, այս լուրը իմ ինչին է կպնում, ոնց է անդրադառնում ինձ վրա, ինչ եմ ես սրա հետ կապված ապրում, ինչպիսի մտքեր են առաջացնում, օրինակ ուրիշի անհաջողության մասին երբ որ լսում եմ, իմ ինչին է կոնկրետ կպնում, գուցե դուք եւս ունեք նմանատիպ խնդիր, գուցե դուք եւս ունեք նմանատիպ չլուծված հարց, եւ հետեւաբար երբ որ որոշ դեպքերում ունենում եք տխրություն, ուղղակի փորձեք թույլ տալ ձեզ առանձնանալ, մեկուսանալ, լինել մենակ, չմտնել ինտերնետ, սոցկայքերից չօգտվել, չցրել ձեզ այդ վիճակից, ուղղակի մնալ այդ տխրության հետ, փորձել նրա հետ կոնտակտ հաստատել, փորձել լսել, փորձել այդ գուցե հոգու ճիչը, գուցե մարմնի ցավը, գուցե այդ ճնշվածությունը սրտի շրջանում, ստամոքսի շրջանում, այդ տրամադրության անկում, այդ գլխի ծանրությունը, այդ ինչ որտեղ նաև կարող է անիրականության զգացում լինել։ Երբեմն երբ որ մենք մեզ թույլ ենք տալիս ուղղակի մնալ այդ հույզի հետ, կարճ ժամանակ անց նա դադարում է ուղղակի գոյություն ունենալ։ Այսինքն ես ապրում եմ իմ տխրությունը, ես փորձում եմ իրավիճակից դասեր քաղել, ենթադրություններ անել, ծանր ու թեթև անել եւ հասկանալ թե ինչի հետ է կապված իմ տխրությունը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ որ մարդիկ անդադար ինքդ քեզ բռնության ես ենթարկում, ստիպում ես, համոզում ես, հարկադրում ես, որ ինչ որ բան պետք է անես, որը որ քո համար անցանկալի է։ Եվ դրա հետ կապված գուցե կարող ես ունենալ բացասական էմոցիաներ կամ տրամադրության անկում։ Երբ որ քեզ հնարավորություն ես տալիս փորձել վերլուծել, վերապրել, վերանայել այս էմոցիան, այս հույզը, հետևություններ կարող ես անել եւ այս հետևություններից ելնելով փոխում ես քո ուղղությունը, փոխում ես քո գործելաոճը։ Ինչու՞ չէ նաեւ տխրություն ապրելը կարող է կապված լինել նաեւ նրա հետ, որ ինչ որ բան եղել է իմ կյանքում, որի հետ կապված գուցե ես անզոր եմ, անկարող եմ փոխել իրավիճակը եւ ինձանից միայն պահանջում է ուղղակի ընդունել,
կամ ուղղակի տխրել, կամ ուղղակի արտասվել, որովհետև ես հասկանում եմ սրանով, որ ունեմ սահմանափակ հնարավորություններ։ Երբեմն ես կարող եմ լինել անզոր, երբեմն ես կարող եմ լինել անօգնական, երբեմն ես կարող եմ ինձ միայնակ զգալ, երբեմն չեն արդարացում իմ սպասելիքները, իմ ընկերոջ հետ կապված, իմ ընկերու հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված, որովհետև նրանք եւս մարդիկ են, նրանք եւս ունեն խնդիրներ, հարցեր, առօրյա հոգսեր եւ միշտ չէ որ կարող են լինել ձեզ համար հասանելի եւ որոշ դեպքերում շատ բնական ու նորմալ է որ նրանք ինչ որ հարցերում ձեզ կարող են մերժել, մենակ թողնել, չկարողանալ ձեզ հետ ժամանակ անցկացնել, չկարողանան տան ձեզ այն ինչ որ պետք է։ Իսկ եթե սրանից զատ ունեք ընկերներ, ունեք ծանոթներ, ում հետ որ վստահելի է ձեր հարաբերությունը եւ կցանկանաք խոսալ ձեր տխրության մասին, սա եւս կարող է ձեզ օգնել ոչ թե խուսափել կամ ցրել կամ թեթևանալ, փախչել այս խնդրից, այլ ուղղակի կհասկանաք, որ կա մեկը, ում համար ես կարևոր եմ, ով ի վիճակի է ինձ լսել, ընդունել, ապրումակցել, իմ դրության մեջ մտնել, գուցե ինչ որտեղ ճակերտավոր ասած նաև նա ձեզ կարող է խորհուրդ տալ, ինչ որ ուղղություն ցույց տալ այս հարցի հետ կապված։ Համենայն դեպս ինչքան էլ որ ես խոսամ ոչ պաթոլոգիկ տխրության մասին, այս վիդեոյի իմ հիմնական իմաստը հենց նրանում է, որ միշտ չէ որ կարիք կա խուսափել, փախչել անտրամադիր լինելուց, անտրամադիր վիճակից, բացասական էմոցիայից, տխուր հույզից, երբեմն այդ հույզի հետ մենակ մնալը, այդ հույզի հետ առերեսվելը, առճակատվելը ձեզ օգնում է, որպեսզի դուք նրան ապրեք եւ երբ որ ձեր հոգեկան ստանում է այն ուշադրությունը, այն կանչը, որը որ նա մեսիջ է ուղարկել ձեզ եւ դուք արձագանքել եք, լսել եք նրան, նրա հետ եք մնացել, նա հանդարտվում է եւ սրանից ելնելով արդեն անցնում եք այլ էտապի։ Ու կոպիտ ասած ինչ որ փոքր ճգնաժամ է, որի հետ որ դուք առերեսվում եք, գտնում լուծումները եւ անցնում առաջ։ Ինչ վերաբերում է պաթոլոգիկ տխրությանը, պաթոլոգիկ տրամադրության անկումը, ապա կարող եք դիտել դեպրեսիայի տեսանյութը, որը որ առաջին չափորոշիչներից մեկն է 14 օր կայուն տրամադրության անկում։ Դեպրեսիան շատ կարդինալ տարբերվում է, շատ ասենց կտրուկ տարբերվում է փոքր տրամադրության անկումից, որը որ արդեն ներկայացրեցի ձեզ, իսկ դեպրեսիայի դեպքում դա այն կայուն է, ունենում եք, սիմպտոմները չթվարկեմ, կարող եք դիտել դեպրեսիայի տեսանյութը։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։